Մատենադարանում մեկնարկեց հիշողության կերպարանքները ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները խորագրով 15-րդ միջազգային հոբելյանական սեմինարը։ Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն ընդգծեց ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանության կարևորությունը և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունը։ Նրա խոսքով նման հոբելյանական սեմինարները ոչ միայն հնարավորություն են տալիս ներկայացնելու նորարարական լուծումներ, այլև ստեղծում են գործակցության հարթակ տարբեր երկրների մասնագետների միջև։ Մատենադարանը նախաձեռնել է գրավոր ժառանգության պահպանման ոլորտում գլոբալ համագործակցության զարգացման մասին հիշողության կերպարանքները միջազգային սեմինարի հռչակագիր, որը ձեր դատին կներկայացնենք վաղը, հավատալով, որ հռչակագրում արտացոլված մասնագիտական, էթիկական ու քաղաքացիական ուղերձները համահունչ կլինեն ձեր և ձեր կառույցների մասնագիտական ու էթիկական դիրքորոշումներին։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ևս կարևորեց պետական աջակցությունը մշակութային ժառանգության պահպանման գործում և նշեց, որ ոլորտում նոր տեխնոլոգիաների կիրառումը ժամանակի պահանջ է։ Մենք կարիք ունենք մեր սեփական պատմությունները ավելի հանգամանալից եւ ավելի բազմաշերտ ճանաչելու։ Ու դրա ուղիղ հնարավորությունը մեզ ընձեռում է գրավոր ժառանգության ուսումնասիրությունը։ Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը նոր հնարավորություններ է ընձեռում այդ գրավոր ժառանգության ուսումնասիրությունն ու հասանելիությունը ապահովել թվային միջավայրերում, ինչը նաև դրանց հանրային հիշողության մաս դարձնելու եւ դրանց հանրային առնչվածության մեծացման նոր հնարավորություն է ընձեռում։ Ժաննա Անդրեասյանը միջոցառմաշրջանակներում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե հուշամեդալով պարգևատրեց Միացյալ Նահանգների կոնգրեսի գրադարանի երկարամյա մասնագետ Թամարա Օհանյանին։ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության դեսպան Վասիլիս Մարագոսն էլ իր հերթին ընդգծեց միջազգային գործակցության դերը մշակութային արժեքների պահպանման և վերականգնման գործընթացում։ Գիտությունը սկսվում է հենց այնտեղ, որտեղ միֆերն ավարտվում են։ Եվրամիությունն իսկապես հպարտ է աջակցել իր հարուստ մշակութային ժառանգությունը պահպանելու Հայաստանի ջանքերին։ Այսպիսի նախաձեռնությունները ոչ միայն պահպանում են անցյալի արժեքները, այլև կարևոր հիմք են ստեղծում գիտական հետազոտությունների և ապագա սերունդների կրթության համար։ Մենք վստահ ենք, որ միջազգային գործակցությունն այս ոլորտում շարունակաբար կզարգանա և նոր հնարավորություններ կբացի մշակույթի պահպանության ուղղությամբ։ Սեմինարը, որը միավորում է ոլորտի առաջատար մասնագետներին, նպատակ ունի ներկայացնելու ձեռագրերի և տպագիր նյութերի պահպանման ու վերականգնման նորագույն մեթոդներն ու տեխնոլոգիաները։ Այն հանդիսանում է կարևոր հարթակ փորձի փոխանակման, գիտական քննարկումների և նոր գործակցությունների ձևավորման համար։ Ի դեպ, Հայաստանում կայանալիք COP17-ի շրջանակում Մատենադարանում տեղի ունեցավ նաև հատուկ նամականիշի թողարկում, ընդգծելով Հայաստանի մշակութային ժառանգության ու բնապահպանական օրակարգի կապը։ Նամականիշը նվիրված էր կենսաբազմազանության պահպանության գաղափարին և խորհրդանշում էր Հայաստանի մասնակցությունը գլոբալ բնապահպանական նախաձեռնություններին։ Մատենադարանում տեղի ունեցավ նաև արաբական ձեռագրերի պահպանության և ուսումնասիրման նոր բաժնի բացումը։ Մատենադարանը, որպես հին ձեռագրերի պահպանման համաշխարհային կարևոր կենտրոն, այս քայլով ևս մեկ անգամ հաստատեց իր դերը ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակութային ժառանգության պահպանման գործում։ Գիտեք, գազմի վրա մեդաղ է, ինչպես կառուցված է այդ մեդաղը։ Հետևաբար նաև որոշում եք ոնց խնամել։ Եվ ոնց խնամենք, եւ ամենեն կարևոր, որ գիտնանք մեր հին պատմության մեջ ինչ ցևով մեդաղ խառնուրդներ են սարքել եւ օգտագործել են։ Նաեւ գտնանք օրինակ եթե բագած տեղեր կա, շատ եղած է, որ օրինակ գդրված տեղեր կա, որ նույն մեդաղին խառնուրդով օգտագործենք այդ լեցնենք այդ մասը վերականգնելու համար։ Միջոցառումը շարունակվելու է մինչև մայիսի 1-ը։ Այս ընթացքում կլինեն մասնագիտական քննարկումներ, ներկայացումներ և գործնական սեմինարներ, որոնք ուղղված են մշակութային ժառանգության պահպանության արդիական խնդիրների լուծմանը։ Լուսինե Գրիգորյան, Արմեն Բոյաջյան, Free News, Ազատ լուրեր։